Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է մեր ամենից սիրելի բարեգործներից մեկին, Ալեքսանդր Մանթաշյանցին։ Մեր հաղորդման հյուրերն են տնտեսական մշակութաբան Խաչատուր Դադայանը եւ գրող հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը։ Բարի գալուս պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Մանթաշյանցի կյանքին եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում 1842 թվականի մարտի 3-ին։ Հայրը մանուֆակտուրայի վաճառական էր։ Ավարտել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցը։ Տիրապետել է ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների։ Երիտասարդ հասակում շրջագայել է Պարսկաստանում եւ Անգլիայում։ Հաստատել գործարար լայն կապեր։ Գործունեության ընդլայնումը սկսել է 20,000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, որը վերջում հասցրել է 30 միլիոնի։ 20-րդ դարի սկզբին նա արդյունահանում էր Բաքվի նավթի շուրջ կեսը, հաջողությամբ դիմակայելով Նոբելների եւ Ռոթշիլդների մրցակցությանը։ Ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը եւ նավթի առևտրական մասնաճյուղերը տարածել մինչեւ Եգիպտոս, Անգլիա եւ Հնդկաստան։ Մանթաշյանցը հայ մշակույթի, գիտության, արվեստի եւ գրականության մեծ նվիրյալ եւ հովանավոր էր։ Նրա համոզմամբ ուսանողը մեր ազգի ապագան է։ Շուրջ 1000 հայորդի ներատված կրթաթոշակներով Ռուսաստանի եւ Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում ստացել է միջնակարգ եւ բարձրագույն կրթություն։ Այդ ուսանողներից էին օրինակ Կոմիտասը, Նիկողայոս Ադոնցը, Ստեփան Շահումյանը։ Առանձնակի համակրանք ածելով Կոմիտասի հանճարի հանդեպ նրա համար Գերմանիայից դաշնամուր է գնել։ Աջակցել է գիտության, մշակույթի եւ արվեստի բազմաթիվ գործիչների, օրինակ Ալեքսանդր Երիցյանին, Արշակ Չոպանյանին։ Փարիզի կենտրոնում կառուցել է Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին, որտեղ պսակադրվել է Զորավար Անդրանիկը, որտեղից ուղարկավորվել է Կոմիտասը։ Վերանորոգել է Թիֆլիսի վանքի եկեղեցին։ Թիֆլիսում կառուցել է Ներսիսյան դպրոցի, երկրագործական ուսումնարանի եւ առևտրական դպրոցի շենքերը, վերակառուցել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը եւ կառուցել կաթողիկոսական վեհարանի շենք։ Կատարած բարեգործությունների ընդհանուր գումարը կազմել է 2,563,454 ռուբլի։ Մանթաշյանցի մշտական աջակիցը եղել է կինը Դարյան, ունեցել է 4 որդի եւ 4 դուստր։ Գործը շարունակել է որդին Լևոնը։ Մանթաշյանցը եղել է Բաքվի Մանթաշյան եւ ընկերներ նավթարդյունաբերական եւ առևտրական ֆիրմայի ու Թիֆլիսի առևտրական բանկի սեփականատերը։ Ռուսական կայսրության իսկական պետական խորհրդական էր, Թիֆլիսի պատվավոր քաղաքացի։ Պարգևատրվել է ռուսական Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի եւ ֆրանսիական Պատվո լեգիոնի շքանշաններով։ Մարտիրոս Սարյանը նկարել է Մանթաշյանցին։ Նա ուներ Հովանես Այվազովսկու 3 նկար, որոնցից առավել հայտնի է Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազարոս կղզում կտավը, որն այժմ պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2012 թվականին Երևանի կենտրոնում բացվել է Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը։ Պարոն Դադան, կենթանության օրոք ոչ մի որևիցե քաղաքական հոսանքի չպատկանած Մանթաշյանցը հետմահու նաև քաղաքական դրդապատճառներով մոռացության մատնվեց կամ անուշադրության մատնվեց, սակայն բարեբախտաբար վերջին տարիներին կամ վերջին շրջանում նրա գործունեությունը, կյանքը եւ կերպարը կրկին սկսեց վերադարձվել հանրությանը։ Այդ ամենը դուք անձամբ բավարար համարում եք։ Բոլորովին բավարար չէ։ Ես գտնում եմ, որ այն ինչ որ արվել է, իսկ որոշ բաներ արվել են, հատկապես ես կուզենայի նշել նրա հուշարձանը, որ տեղադրվեց Աբովյան փողոցի վրա, բայց նրա անունով, ինչպես գիտենք, նաև Երևանում փողոց գոյություն ունի, բայց այն ամենը, ինչ նա է արել եւ հետմահու այն հատույցը, որ մենք ենք իրեն վերադարձնում, դա չափազանց քիչ է։ Մենք պիտի ճիշտ գնահատենք Մանթաշյանցին, բոլորովին, ամենևին համեմատելի չի։ Մենք պետք է նրան կարողանանք ճիշտ գնահատել, Մանթաշյանցի արածը պետք է ճիշտ գնահատել, նրանից դասեր առնել եւ սովորել, թե ինչ է նշանակում լինել Ալեքսանդր Մանթաշյան։ Տեսեք, մենք անկախություն նվաճելուց հետո մենք փաստորեն ոտք դրեցինք կապիտալիզմ։ Մանթաշյանցը մեր ամենախոշոր կապիտալիստն է։ Բոլոր ժամանակների ամենախոշոր կապիտալիստը։ Բոլորովին
անչափելի է նրա ամբողջ ավանդը, այն ինչ որ նա մեզ թողել է եւ այն հատույցը, որ մենք իրեն վերադարձնում ենք, թեկուզ այս հաղորդման միջոցով, շնորհակալություն, որ այս հաղորդումը դուք նախաձեռնել եք, ես գտնում եմ այնուամենայնիվ բավարար չէ։ Մենք պետք է Այսինքն նրա անվան պետք է անվանակոչել կրթական հաստատություններ, փողոցներ, ես տնտեսական կառուցվածքներ։ Գիտեք ինչ, ես նախ օրինակ նրա անունով կկոչեի որևիցե մի միջնակարգ դպրոց կամ ինչի հենց մեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ինչու չկոչվի նրա անունով։ Ես չգիտեմ, քոլեջներ կան, բազմաթիվ քոլեջներ կան, մեկին չէր կարելի այդ մարդու անունով կոչել։ Թեկուզ այն բանի համար, որ նա 1000-ից ավել ուսանող է պահել։ Նա սկզբունք ուներ, ասում էր ուսանողը մեր ազգի ապագան է։ Ֆինանսավորում էր մարդկանց ուղարկում էր արտասահման սովորելու կրթություն էր տալիս։ Ֆինանսավորում էր բոլոր մեր այն գիտնականների, որոնք հետագայում դարձան խորհրդահայ գիտության, հայագիտության, զանազան ճյուղերի հիմքերը, հա։ Հիշենք օրինակ թեկուզ Ադոնցին, հիշենք թեկուզ Կոմիտասին ի վերջո։ Բազմաթիվ մարդկանց, Շիրվանզադեին, գրական գործիչներին, պատմաբաններին, հայագետներին, բոլորին նա ֆինանսավորեց, նրանք դարձան մարդիկ, որոնք եկան հետո խորհրդահայ գիտություն զարգացրեցին։ Մեր գիտությունը այսօր որ հիմնված է խորհրդային գիտության դեռ շորշոքները մնացել է, այնուամենայնիվ չէր կարելի գոնե մեկ որևիցե մի միջնակարգ դպրոց գոնե անունով կոչվեր։ Ես դա կուզենայի։ Հուսանք, որ ամենևին էլ ոչ հեռավոր ապագայում Մանթաշյանցի հիշատակ արդեն գործնականում արժանվուն կերպով կգնահատվի եւ առնվազն սկսած կրթաթոշակներից եւ ուսումնական հաստատություններից այդ ամենը։ Պարոն Արզյան, եւս մի բան, տեսեք, բիզնեսմեններին այսօրվա, երբ որ պարգևատրում են, չէ՞, պարգևատրում են Մեսրոպ Մաշտոց ենթադրենք Շքանշանով։ Ինչու՞ չէր կարելի Ալեքսանդր Մանթաշյան Շքանշանով պարգևատրել։ Շատ կներեք էլի, բայց այսօրվա բիզնեսմեններին, որոնց մենք ճանաչում ենք, էլի։ Այսինքն կարելի է նաև Մանթաշյանցի անունով համապատասխան մեդալ։ Այո, մի որևիցե մեդալ, որով պարգևատրվեին հենց բիզնեսմենները, այսօրվա ձեռնարկատերերը։ Շատ բարի, հարգելի հեռուստադիտողներ, կուզենայի ձեր ուշադրության ներկայացնել Ալեքսանդր Մանթաշյանց այս արժեքավոր ժողովածուն, որի կազմողը եւ խմբագիրը մեր հարգելի հյուրն է, պարոն Դադայանը։ Այս ժողովածուն մասնավորապես համացանցում ինտերնետում իմ իմացած տվյալներով արդեն ունեցել է 21000-ից ավելի դիտում եւ մեր ներկա գործարարների, տնտեսագետների եւ ինչու՞ չէ նաեւ հետաքրքրացել շրջանակների սեղանի գիրքը պիտի լինի։ Պարոն Սարոխանյան, մեկ այլ կտրվածքով եմ ուզում ձեզ հարցս ուղղել։ Մանթաշյանցը ամենահարուստ, բայց եւ միաժամանակ ամենից բարեգործ մեր այն եզակի հայերից էր։ Դժվար բան չէ լինել միաժամանակ հարուստ կամ մեծահարուստ եւ նաեւ բարեգործ։ Այդ երկու հասկացողությունները միմյանց հետ ինչպես են զուգահեռվում կամ համատեղվում։ Այո, բարերարություն եւ մեծահարուստ լինել։ Մանթաշյանցը ժամանակին շերեփ հավաքեց ու ժողովրդին շերեփ բաժանեց։ Բայց այսօր մեր առանձին գործարարներ շերեփ հավաքում են, բայց կտալ բաժանում են։ Ես կուզենամ, որ Մանթաշյանցին այսօր ճիշտ ընկալեն։ Մանթաշյանցը չդառնա միայն պատմություն եւ հպարտանանք Մանթաշյանցի կերպարով։ Մանթաշյանցով մենք պետք է հպարտանանք որպես փարոսի եւ մեր հայոց բիզնեսի նավը այսօր որ օվկիանոսում փոթորկվում է, մենք պետք է նայենք այդ փարոսին եւ գնանք դեպի նա։ Մենք չենք նայում շատ անգամ։ Մենք զլանում ենք, ժամանակները փոխվել են։ Փոխվել է արժեքային համակարգը եւ այսօր Մանթաշյանցին փոքր-ինչ հետին թվով են նայում։ Մտածում են թե արդեն անցյալ է։ Երբեք Մանթաշյանցը անցյալ լինել չի կարող։ Եթե Մանթաշյանցին մենք համարենք անցյալ ու նրա մասին խոսենք անցյալով, նշանակում է հայոց բիզնեսը հայություն արդեն մեռել չկա։ Այդպես չէ։ Նա մեզ հետ քայլող, շարժվող, մեզ հետ գնացող կենթանի օրգանիզմ է։ Նա այն ստիմուլն է, այն ներքին ուժն է, այն էներգետիկ դաշտն է, որի մեջ հայոց գործարարները այսօր պիտի գործեն, նրանից պիտի սովորեն։ Մանթաշյանցի դասերն է առաջին հերթին այսօր ամենակարևորը։
Իմ ընկերներից մեկը կատակով ասում է, մեկը գնում է եկեղեցի, 100 դրամի մոմ է վառում, բայց Աստծուց $1000 բարիք է խնդրում։ Բայց Մանթաշյանցը հակառակը գնում էր եկեղեցի, նա Աստծուց միլիարդներ էր խնդրում եւ դա մի բան էլ ավել ժողովրդին էր տալիս։ Մանթաշյանցը միշտ դա կատարել է սրտի թելադրանքով։ Քանի որ մենք չունենք պետություն եւ պետականություն, ամեն ինչ կատարվում է տարերայնորեն, իհարկե համայնքային ներքի խնդիրները լուծում էր եկեղեցին եւ այլ կառույցներ, բայց ոչ ոք չէր կարողանում կանոնակարգել բարերարությունը։ Եվ Մանթաշյանցը որպես հզոր անհատականություն, շատ բարի էակ, հզոր կերպար, ինքը ճիշտ էր կարողանում անել։ Ինքը ճիշտ է շատ միանգամից հզոր քայլերով հարստացավ։ Ինձ մի անգամ շատ հարգելի Խաչատուր Դադյանը պատմեց հուշերից մեկը, ասում է, երբ Մանթաշյանցը նստել էր եւ Միքայել Արամյանցի հետ բաժանում էին իրենց ակցիաները եւ 4 իրեն էր վերցնում, մեկը տալիս էր Արամյանցին, վերջում ասում էր Միքել ջան, իշավարի հարստացանք։ Այսինքն շատ ուժեղ, արագ միանգամից հարստացան, բայց դա երբեք նրա մեջ ժլաբյություն չառաջացրեց։ Նա շատ իշավարի հաստանալուց հետո, երբ որ վերադարձան Թիվլիս, նրանց առաջի քայլը կարծեմ եղավ հենց այդ հարստացածից համապատասխան բաժինը բարեգործության ծառայեցնելը։ Իհարկե, այն ավետարանական խոսքը մի ձեռքով պիտի վերցնես, մյուսով պիտի տաս։ Եթե մի ձեռքը գրվանում է անդադ մնում, այդ ձեռքը կոտրելը պետք է այդպես չէ։ Մի ձեռքը պիտի անդադ տա, որ Աստված հաճո լինի։ Իսկ մեր մեծն Մանթաշյանցը, ով մեր հայոց մեծ բիզնեսի մեծ քրմապետն է, ես մեկ կատակով Խաչատուր Դադյանին ասում եմ հայոց 2000 տարվա մեր բիզնեսի պատմահայրը գրքերը գրել տասնյակ ինքը ներկայացնում է հայոց բիզնեսը, որ թերթում ենք այդ էջերը, տեսնում ենք թե 2-2.5 հազար տարում հայոց հանճարը ինչ մեծ բիզնեսմեններ է տվել, ինչ հզոր մարդիկ, որոնք ամբողջ աշխարհում տարածվել են, մեկը Ինդոնեզիայում առաջին դեմքը եղել, իրոք հպարտանանք։ Իհարկե հպարտանանք, դա մեր ժողովրդի հանճարն է, շատ ուժեղ է։ Մեծեր շատ ենք ունեցել, բայց ամենամեծը Մանթաշյանցն է, ու նա միշտ անմահենա հրամայում է ապրեք Մանթաշյանցի բարոյական կերպարի պես։ Ես հիշում եմ, երբ 96 թվականին հիմնադրվեց Հայաստանի արտոնաբերների եւ գործարարների միությունը, առաջին երկու հարցը, առաջին ասեցին նպաստել բիզնեսի զարգացմանը, երկրորդ շարունակել Մանթաշյանցի ավանդույթները եւ ստեղծել Մանթաշյանցի բարոյական կերպարը։ Մենք դեռ տանջվում, մենք դեռ չենք ստեղծել։ Այսինքն Մանթաշյանցի օրինակով, եթե ուզում ես լինել հարուստ, պիտի նաև միաժամանակ լինես բարեգործ։ Այլապես Աստված չի ների, եւ ժողովուրդը չի ների։ Ես Աստված ասելու եմ կատունում ժողովրդին, եթե շատ մեծ հարուստ ես ու երբեք բարերարություն չես անում, դա ոչ ոք չի ների։ Եվ սա թող լինի ականջիող մեր բոլոր գործարարների համար։ Պարոն Դադայան, ձեր կարծիքով ինչու է մեզ ավելի կոնկրետացնեմ հարցը, ինչու է մեզ հիմա պետք հենց հիմա Մանթաշյանցը։ Ի վերջո, նրա դասերը, նրա կյանքի գործարար, նշում եք ամենախոշոր կապիտալիստներ, գործարարի դասերը եւ այդ դասերը արդյոք որևիցե ուսուցողական, դաստիարակչական նշանակություն ունեն։ Շատ լավ հարց է, ես կուզենայի ոչ միայն գործարարների համար, այլև հայ քաղաքացու, հայ մարդու համար։ Այո։ Հիմա տեսեք, ես կուզենայի շարունակել ձեր նախորդ հարցից, որ ուղղեցիք իմ բարեկամ Վրեժ Սարուխանյանին։ Կապիտալիստը որպեսզի բարերար լինի, պիտի ունենա մեկ հատկություն։ Այդ հատկությունն է խիղճ։ Եթե խիղճ չի ունենում մարդը, նա չի կարող բարերար լինել եւ չի կարող համարվել իսկական մեծահարուստ։ Իսկական մարդը եթե խիղճ չունեցա, մարդ չի լինի։ Մեծահարուստների հնարավորություններն ավելի շատ են, քան թե մեր հասարակ մահկանացուներից։ Նա պիտի առաջին հերթին խիղճ ունենա։ Այդ տեսեք, ասում եք դասերը, ինքը ինչի էր դավանում Մանթաշյանցը։ Ընտանեսեր մարդ էր։ Ուներ 8 երեխա եւ ուներ մի սիրասուն կին։ Եվ ասում էր, եթե կինս մահանա, ասում էր, ես երկար չեմ ապրել։ Եվ իրոք 1.5 տարի հետո ինքը վախճանվեց։ Ասում էր, այսինքն հայ ավանդական ընտանիք առաջի դասը կարելի է դա 8 երեխա, 4 տղա, 4 աղջիկ։ Եվ զբաղվում էր ոչ միայն իր երեխաների կրթությամբ, այլև եթե իր երեխաները պիտի կրթություն ստանային, պիտի ստանային նաև ընդունակ երեխաները Թիֆլիսի, Բաքվի, Հայաստանի ընդունակ երեխաները պիտի կրթություն ստանային եւ նա դրա վրա փող չէր խնայում։
Ուրիշ ինչի էր դավանում, եկեղեցու էր դավանում, հայոց առաքելական Սուրբ եկեղեցի, եկեղեցիներ չկառուցեց, Փարիզում կառուցեց, Ներսիսյան ճեմարանը կառուցեց ամբողջովին, կաթողիկոսական վեհարան է այսօրվա Տաճարը վերանորոգեց, տաճարը այսինքն ուներ կայուն արժեքներ, ինքը ուներ կայուն արժեքներ, այդ կայուն արժեքների շուրջ ինքը գործում էր, ազգ եւ եկեղեցի, իր եւս մի նշանաբանն էր, ազգ եւ եկեղեցի, իսկ ազգի համար, ազգ պահելու համար ոչինչ չէր խնայում, գիտեք, այս գրքում, որը դուք ցույց տվեցիք, ես 12 տարի նյութերը ժողովել եմ եւ մեկ առ մեկ որտեղ որ հանդիպել է բարեգործությունը, հա, գրի եմ առել, դուրս եմ գրել, վերջում նստեցի, գումարեցի, ստացա թիվ 2.5 միլիոն կարծեմ, հիմա ճիշտ թիվը չեմ կարող ասել, 2.5 միլիոն ռուբլի, որը բարերարության էր նվիրել։ Որը ահռելի գումար էր։ Ահռելի գումար էր։ Որպեսզի մեր հեռուստատիտողը պատկերացնի 2.5 միլիոնը 100 տարվա հեռավորությունից հետո հիմիկվա 2.5 միլիոնը չէ, դա ասենք երևի հիմիկվա կուրսով երևի մի քանի 100 միլիոն դոլար։ Ուրեմն տեսեք, նաև այս գրքում ես զետեղել եմ գնողունակություն, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի այդ գումարի մասին, հա, 400 գրամ հացը արժեր 9 կոպեկ, 12 կոպեկ արժեր 1 ֆունտ կամ 400 գրամ միսը, գնողունակության համար։ Մեր մեծ հանճարը Կոմիտասը, որը նրա շնորհիվ Բերլինում երաշտական բարձրագույն կրթություն ստացավ։ Կոմիտասի համար ինքը տարեկան վճարեց 6000 ռուբլի։ Եվ Կոմիտասը երաշտական բարձրագույն, այո, եւ Կոմիտասը ես ձեզ հավաստիացնում եմ, անհոգ կենցաղային ոչ մի խնդիր չուներ, ապրուստի ոչ մի խնդիր չուներ Գերմանիայում։ Այդ 18000 ռուբլին վիթխարի գումար էր։ Վերջում էլ ինչպես գիտեք, իրեն նվիրեց Շրեդեր Մակնիշի նշանավոր դաշնամուրը, որը հիմա ցուցադրվում է Կոմիտասի անվան թանգարանում, կայուն սկզբունքներ ուներ, բայց առաջնորդողը ես էլի եմ ասում, խիղճն էր։ Այդ խիղճը շատ հետաքրքիր պատմություն էր։ 24 տարեկանում առաջին անգամ Մանչեսթերում, երբ որ Սուրբ Երրորդություն եկեղեցին էին կառուցում, 30 հայ բիզնեսմեններ, այսօրվա խոսքով եմ ասում, Մանչեսթերում, Անգլիայում։ Այո, Անգլիայում։ 30 մեր լեզու վաճառականը դա այսօրվա բիզնեսմեն եզրն է։ 30 վաճառականով ինքը մասնակցեց 1869 թվականին 24 տարեկան հասակում հանգանակության մասնակցեց։ Տվեց 20 ֆունտ ստերլինգ։ Այնտեղ մարդիկ կային, որոնք 1200 ֆունտ ստերլինգ էին տալիս։ Պոլսահայեր էին հիմնականում, պոլսահայեր։ Մեկ տարի հետո կրկին մասնակցեց, ըստ երևույթին գործերն այնքան էլ հաջող չէին, իսկ ինքը Մանչեսթերում էր գտնվում, որտեղ կտորեղեն էր ուղարկում հորը, Թիֆլիսում ապրող մանուֆակտուրայի վաճառական հորը։ Երկրորդ անգամ մեկ տարի հետո տվեց ընդամենը 5 ֆունտ ստերլինգ։ Բայց այն ինչ որ նա տեսավ Մանչեսթերում, սովորեց բարեգործություն անելն ինչ, ախր նաև բիզնես սովորեց։ Պարոն Արսենյան, նաև կոլեկտիվ բարեգործություն է, ինքը նաև մարդկանց է համախմբում, մարդկանց խումբ է համախմբում։ Ընկերովի բարեգործություն։ Ընկերովի բարեգործություն։ Նա սովորեց դրանից եւ միակ մարդն է, հավատացեք, ես որ ուսումնասիրել եմ շատ բաներ, միակ մարդն է, որը ամբողջ գիտակցական կյանքում 45 տարի զբաղվեց բարեգործությամբ։ Խոշոր ձեռնարկատեր էր, ինչպես գիտեք, Թիֆլիսի առևտրային բանկի սեփականատերն էր եւ Բաքվի նավթահանքերի զգալի մասի սեփականատերն էր եւ տնտեսական ցուցանիշներով Նոբելներից ու Ռոթշիլդներից հետո երրորդն էր։ Այդ գումարը, որ ինքը վաստակում էր, ես իզուր չէ այդ գումարի մասին նշեցի, որ ես էի հաշվարկել, իր ունեցվածքի 10%-ը հատկացրեց բարեգործությանը, այսինքն ավետարանական 10-որդը տվեց։ Պարոն Սարոխանյան, այո, այն ժամանակ պետականության բացակայության պայմաններում մեր գործարարները, հիմիկվա տերմինով ասած, հիմնականում կամ գերազանցապես բնակվում էին Հայաստանից դուրս, թե ռուսական կայսրության, թե Թուրքիայում, թե Եվրոպայում եւ այլն, եւ հասկանալի է, որ էապես նպաստում էին այն երկրների տնտեսական, սոցիալական կամ մշակութային վիճակի
բարելավմանը, որտեղի քաղաքացիներն էին։ Եվ նաև որպես կանոն, ցավալիորեն պիտի նշեմ, կամ մոռացության են մատնում, կամ էլ անուշադրության են դարձնում իրենց հայրենիքը։ Այսինքն ներկայիս տերմինով ասած համապատասխան ֆինանսական, տնտեսական ներդրումներ բուն Հայաստանում շատ քիչ էին կատարում, եթե չասեմ գրեթե չէին կատարում։ Այդ հանգամանքը ինչով է պայմանավորված։ Դա մի քիչ նաև այլ խնդիր է, քանի որ մենք չունենք պետություն, պետականություն եւ հայահոց հիմնական տարածքները Պոլսում էր, Թիֆլիսում էր, Բաքվում էր եւ այլն, եւ մեր կապիտալը, առևտրական, բանկային, արտոնաբերական կապիտալը հիմնականում այդ տարածքներում էր դրսում եւ նրանք ներդրում էին կատարում այդտեղ, որպեսզի հզորացնեն իրենց բիզնեսը, մեծ կապիտալ ստեղծեն։ Բայց այդ մեծ կապիտալ ստեղծելով հանդերձ մեր շատ ու շատ գործարարներ զլացան, պորտալները կտրեցին Հայաստանից, նրանք կարող էին շատ բան անել Հայաստանի համար։ Մենք չենք ասում հզոր համաշխարհային բանկեր ստեղծեին եւ այլն, կարող էին մի գյուղատնտեսական քոլեջ, մի արհեստավորական, չգիտեմ, դպրոց ստեղծել։ Այդ ոնց է որ անգլիացիները, ֆրանսիացիները եկել էին Հայաստանի պղինձն էին շահագործում տանում, կոնյակն էին շահագործում եւ այլն, բայց մերոնք այդ քայլին չգնացին։ Դրանք բավականին մութ քայլեր են իհարկե, բայց Մանթաշյանցը դրսում այնքան արեց եւ նա դրսում այդ բարեգործությունը կատարում էր այն մարդկանց, ովքեր ամբողջ հայ ժողովրդի սերուցքն էին։ Դադայանն ասեց, կոմիտասը մյուսները եւ այլն։ Եվ անհատների առումով։ Անհատների։ Խոսքը վերաբերում է տնտեսական ենթակառուցվածքներին, դպրոցներ, այո, ձեռնարկություններ կարող էին դանել, բայց չարեցին, որովհետև այդտեղ քաղաքական հազարի մի բաներ կա։ Օրինակ Մանթաշյանցը Թիֆլիսում ահռելի մեծ բան է արել, Թիֆլիսն է կառուցել, վերակառուցել, չգիտեմ, շատ մեծ բան է արել, բայց Մանթաշյանցը երբ մահացավ 37-ին, նրա դամբարանը հետո անձի պաշտամունքի ժամանակ ամբողջ դամբարանը քանդեցին, նրա գերեզմանը չկա, նույնիսկ ոսկորների տեղն էլ չգիտենք։ Երբ նույն օրինակ ասեմ Արամյանցի վրա 22 թվականին երբ Միքայել Արամյանցը մահացավ, նրան չթողեցին իր շենքի հիմնական մուտքից դուրս հանեին։ Ասեցին հետնամուտքից հանեք մի կերպ տարեք թող չերևա։ 4 մշակ վերցրեցին։ Իհարկե, 4 մշակ տարան նրան, իմ ամբողջ ասելիքը հենց սրա դասը այն է, որ հայ գործարարը ինչ է լինի աշխարհի, որ ծայրում է լինի, նրա հիմնական փարոսը հանգրվան Հայաստանն է։ Հայաստանը նրա լույս հանգրվանը ինչ է լանի, նա պետք է անպայման մի բանով մասնագից լինի Հայաստանի հզորացմանը։ Առավելևս որ արդեն անկախ պետականություն ունի։ Իհարկե, Թիֆլիսներ, Բաքուներ կառուցելու փոխարեն հերիք է կառուցենք տանք ուրիշներին։ ցանկացած գյուղ կարող են կենթանության։ Իհարկե, մենք ժամանակն է, որպեսզի սթափվենք, մեր ազգային կարծրատիպերից մի քիչ էլ սթափվենք, ինչ էլ որ անենք, մենք մի բան տանք Հայաստանի ժողովրդին։ Շատերը հիմարաբար կներեք, իհարկե այնպեսի միտք են ասում, այսպեսի որ Սփյուռքը կտուկով չէ, որ անդադ օգնի Հայաստանին։ Չեմ հասկանում, Սփյուռքը զավակն է Հայաստանի։ Այդ որ զավակն է, որ իր մորը չի խնամում, չի օգնում։ Այդպես պիտի մտածեն, ոչ թե կտուկովի առակի պես։ Եվ ամեն հայ, ով հարստանում է Սփյուռքում, ինչպես ասեցիք 10-րդի մասին տարիներ շարունակ տվել են եկեղեցուն եւ այլն, ամեն հայ պիտի իր լուման դնի Հայաստանի հզորացմանը, թե չէ մենակ քարտեզով, հենց այնպես ճառերով Հայաստան չի լինի։ Հայաստանը, պետությունը, պետականությունը մենակ ճառ չէ ոգևորված եւ քարտեզ չէ։ Հայաստանը առաջին հերթին հոգս է, պետություն է, ժողովուրդ է, սոված մանուկներ կան, ծերեր կան, պատերազմող երկիր է, շրջապատում, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մենք կարողանանք հզորացնել այս Հայաստանը։ Սա է հիմքը, եթե սա չեղավ Սփյուռքն էլ չի լինի։ Սփյուռքում գործարարը չի կարող հարստանալ եւ ապահով լինի։ Եթե հզոր Հայաստան չեղավ, մի օր նա կարժանանա այնտեղ դրսում Մանթաշյանցի, Արամյանցի ճակատագրին։ Եվ Մանթաշյանցը մի հզոր խոսք ունի, ասում է, հայ վաճառականներ ասում է, օտար տաճարներում ձեզ համար միայն մոռացության փոշի է պահված։ Մայր հայրենիքն է այն սուրբ տաճարը, ուր պիտի գաք միաբանվեք ու աշխատեք։ Սա է Մանթաշյանցի կյանքի դասը, մայր հայրենիքին օգնել։ Մեր վաճառականներին այդ պատգամը, որ օգնենք Հայաստանին, հայ ժողովրդին, դա մեր սրտի եւ հոգու պարտքն է։ Իսկ քանի որ ինքը մեծ սիրտ ու մեծ հոգի ուներ, ինքը ամենամեծ բարերարը դարձավ եւ Մանթաշյանցը մինչեւ այսօր մնաց անգերազանցելի։ Սա է ամբողջ խորհուրդը։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Ալեքսանդր Մանթաշյանցի առավել հայտնի բարեգործությունների ցանկին եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Ալեքսանդր Մանթաշյանցի առավել հայտնի բարեգործությունները։
1881-ից 1911 թվականներին միջնակարգ եւ բուհական կրթություն ստանալու նպատակով շուրջ 1000 հոգու կրթատոշակ է հատկացրել։ 1881-ից 95 թվականներին աջակցել է Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը։ 1897 թվականին աջակցել է Արևմտահայ գաղթականների ֆոնդին, նաև բոլոր ցանկացողներին սև եւ միջերկրական ծովերի նավահանգիստներից սեփական նավերով անվճար տեղափոխել է Արևմտյան Հայաստան։ 1900 թվականին մեծ օգնություն է ցուցաբերել Ախալքալակի երկրաշարժիչ տուժածներին։ 1901 թվականին վերանորոգել է Թիֆլիսի Մայր եկեղեցու վանքը։ 1902-ից 4 թվականներին գնել է հողատարածք եւ կառուցել Փարիզի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին եւ առաջնորդարանը։ 1904 թվականին աջակցել է Թիֆլիսի հայկական դրամատիկական ընկերությանը։ 1908 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նոր շենք է կառուցել։ 1908 թվականին Բաքվի հայոց մշակութային միությանն է աջակցել։ 1909-ին աջակցել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը եւ կաթողիկոսական վեհարանի կառուցմանը։ 1910 թվականին կառուցել է Թիֆլիսում երկրագործական ուսումնարանը։ Նույն թվականին կրկին Թիֆլիսում կառուցել իր անվան առևտրական դպրոցը, որը գործել է մինչև 1918 թվականը, հետո դարձել է թիվ 43 ռուսական միջնակարգ դպրոց, որն ավարտել են Ռուբեն Մամուլյանը, Միքայել Թարիվերդիևը, Բուլատ Օկուջավան։ Մոտ 200,000 ռուբլի կտակով հատկացրել բարեգործության համար։ Բարեգործության ընդհանուր գումարը 2,563,454 ռուբլի։ 1903 թվականին Բաքվի նավթահանքի բանվորը 12 ժամ աշխատանքի համար ստանում էր 1 ռուբլի 10 կոպեկ։ 1904 թվականին Բաքվի ամենաառաջնակարգ ռեստորանում 1 ռուբլով կարելի էր 4 կերակրատեսակով ճաշել։ 1909 թվականին Թիֆլիսի 60 հայ քահանաների տարեկան միջին աշխատավարձը 2500 ռուբլի էր։ Պարոն Դադան, խոսք գնաց արդեն մասնավորապես Թիֆլիս Բաքու հայրի կողմից Մանթաշյանցի, Արամյանցի մեր մյուս հայտնի գործարարների, բարեգործների կողմից կառուցելու կամ ունեցած էական ավանդի մասին։ Հարցս ուզում եմ դրա հետ կապելով մի քիչ այլ հարթությունում ներկայացնել ձեզ։ Օրինակի համար ազերիները հատկապես վերջին տարիներին ձգտում են հերքել եւ ոչնչացնել մասնավորապես Բաքվում, ամբողջ Ադրբեջանում հասկանալի, բայց մասնավորապես Բաքվում հայկական որևիցե հետք, որևիցե հիշատակություն։ Նախ եկեք մի փոքր ճշտում մտցնենք, ազերիները իրենց հակահայկական գործունեությունը, այդ թվում նաև դիտավորյալ կերպով մեր հետքը վերացնելու իրենց քաղաքականությունը սկսել են Արցախի ազգային ազատագրական պայքարի հենց առաջին օրերից։ Այո։ Դա դարձավ նրանց պետական քաղաքականության հիմնաքարը, հակահայկականության մի ուղեգիծ, որը նրանք առ այսօր շարունակում են, հայերին պատկանող բազմաթիվ շենքեր Բաքվում, բազմաթիվ մշակութային օջախներ, բազմաթիվ գեղեցկագույն ճարտարապետական կառույցներ, ընդ որում ճարտարապետներն էլ էին հայեր, բոլորի անունները փոխված է եւ իրենց հզոր, մեր համեմատ հզոր քարոզչամեքենայով սկսած համացանցից ոչ մի խոսք չեք գտնի հայերի մասին, բայց քանի որ այսօր խոսում ենք Մանթաշյանցի մասին, ասեմ, ես ուշադրությամբ հետևել եմ նախ Վրեժ Սարոխանյանը, որ նշեց նախ երբ աշխատում է հայերը եւ Բաքվում գրքի վրա, հետո Մանթաշյանցի, ազերիները շատ դժգոհում են Մանթաշյանցից, չեն կարող, Մանթաշև ազգանունը իրենք չեն կարող մոռացության մատնել, որովհետև դա նշանակում է իրենց նավթարդյունաբերությունից հրաժարվել։ Բաքվի նավթի կեսից ավելի կարծեմ Մանթաշյանցի։ Նա ոչ միայն ինքը 3 հսկաներից մեկն էր Բաքվի նավթարդյունաբերության, այլև իր շուրջ ժողովեց բազմաթիվ այլ հայ նավթարդյունաբերողների, որոնց մեջ զգալի թիվ էին կազմում ծագումը պարսախցիները, զգալի թիվ էին։
Եղավ մի շրջան, երբ ինքը իր շուրջ համախմբեց եւ միություն ստեղծեց, որի մեջ մտնում էր 44 հայ նավթարդյունաբերող։ Ոչ մի այլ ազգ Բաքվում ռուս լինի, անգլիացի լինի, շվեդ լինի, հազարում ոչ մեկը չուներ նման քանակի նավթարդյունաբերող։ Եվ նման համախմբվածություն իրենք ազերիների քարոշչակ մեքենան ինչպես է աշխատում։ Բոլորին մոռացության են մատնում, բոլորին։ Բացի Մանթաշևից, որովհետև չեն կարող։ Իրենց նավթարդյունաբերության Մանթաշյանցի դեմ անզոր են։ Հիմա իրենց դժգոհությունը ինչ է, ասում են Մանթաշյանը Թիֆլիսում էս կառուցեց, այն կառուցեց, այսքան շենքեր, Բաքվում ոչ մի շենք չկառուցեց։ Ես հասկանում եմ, թե դրա համար են բողոքում։ Ես հասկանում եմ, թե ինչի չի կառուցել։ Սարսափելի չէր սիրում Բաքուն։ Բաքվում ինքը շատ հազվադեպ էր լինում Բաքվում։ Բաքվում ուներ գրասենյակ մշտական, իր նավթավորերն աշխատում էին, ուներ վիթխարի քանակությամբ հայ բանվորներ, որոնք իրեն պաշտում էին։ Իրեն պաշտում էին հայ բանվորները։ Պարսիկ բանվորներ ուներ եւ ուներ ազերի թաթար բանվորներ ուներ, որոնք բոլորն իրեն պաշտում էին, բայց ինքը չէր սիրում Բաքուն։ Եվ պատահական չի, որ ոչ մի կառույց ինքը շենք չի կառուցել, բնակելի կա որևիցե մի շենք ինքը չէր լինում Բաքվում։ Հիմա այդ չսիրելը փոխադարձ չէր։ Գուցե տարօրինակ լինի, բայց փոխադարձ չէր։ Թաթարները սարսափելի սիրում էին Մանթաշյանցին։ Ինքը չէր սիրում Բաքուն, բայց թաթարները սիրում էին։ Հիմա պատմեմ մի փաստ, որը գրքումս կա։ Երբ ինքը 1911 թվականի ապրիլի 19-ին վախճանվեց Սանկտ Պետերբուրգում, դին տեղափոխում էին Թիֆլիս։ Իր ծննդավայրը, որտեղ պիտի հողին հանձնեին։ Գնացքը Սանկտ Պետերբուրգից Թիֆլիս գալիս էր 5 օրում։ 3 օր հետո գնացքը հասավ Բաքու, Բաքվի կայարան։ Մամուլի բազմաթիվ վկայություններ կա, որից մեկը ես գրքումս բերել եմ եւ թարգմանել եմ ռուսաց լեզվով, ընդ որում գրված է ապրիլի 23-ին մահավագոնը հասավ Բաքու։ Ժամը 1-ին ցերեկվա Բաքվի կայարանում մատուցվեց հոգեհանգիստ։ Ներկա էին նահանգապետը, քաղաքային դումայի անդամներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ինֆորմացիայի, այդ տեղեկատվության երկրորդ հատվածն է հետաքրքիր։ Ասում է, բայց դրանից 1 ժամ առաջ ժամը 12-ին Բալախանը նավթային մի խոշոր օջախ է, 4 խոշոր օջախներից մեկն է։ Բալախանում մահմեդական բանվորների պահանջով Բալախանի մոլլան տեղի մզկիթում հոգեհանգիստ մատուցեց ի պատիվ Մանթաշյանցի։ Սա ապշելու փաստ է։ Ինձ թվում է ոչ թե հայի, առհասարակ քրիստոնյայի մասին նման վերաբերմունք չի եղել։ Ես դրա համար եմ ասում, որ այդ սերը կամ չսիրելը փոխադարձ չէին։ Հաց է տվել իրենց։ Շատ հետաքրքիր պատմություն էր։ Պարոն Սարուխանյան, ամփոփելով կուզենայի, որ մեկ անգամ եւս մեր հստատիտողին ներկայացնեիք Մանթաշյանցի արդիականությունը։ Մանթաշյանց գործարար, Մանթաշյանց մարդ, Մանթաշյանց կերպար, արդիականությունը որն է։ Ճիշտ ասած, այսօր ես որ մեր գործարարների հետ առնչվում եմ, գործի բերումով ես արտոնաբերողների եւ գործարարների միության լրատվության պետն եմ։ Մեր գործարարների հետ զրուցելուց անդադ բոլորի աչքերի մեջ ուզում եմ Մանթաշով տեսնել, Մանթաշյանց տեսնել։ Գիտեք, նույն այսօրվա գործարարը նույն 19-րդ դարի հայն է, նույն 10-րդ դարի հայն է, նույն 2000 տարի առաջվա հայն է, գենը նույնն է, բարոյականությունը նույնն է, պարզապես ժամանակներն են փոխվել, հարաբերությունները, մարտահրավերները, եւ դրա համար մենք այսօր դժգոհում ենք, որ այսօրվա գործարարը դեռևս Մանթաշյանց չէ։ Հեշտ չէ լինել Մանթաշյանց։ Հետո այս երկիրը եթե 1000 տարի pedagogiություն չի ունեցել, 10-20 տարում միանգամից չի կառուցվի, այդպես միանգամից չի կառուցվի, եւ մենք 20 տարում չենք կարող ստեղծել այն նորմերը իրավական, սոցիալական, որ բոլորը կարողանան հալած յուղի պես աշխատել, ամեն ինչ արդար լինի, ճիշտ լինի։ Այսօր մարդիկ կան, որոնք պատեհապաշտներ են եւ
ասենք մի $100 բարերարություն են կատարում, բայց մի $1000 էլ գաղտնի ռեկլամ են պատվիրում, որ այդ $100 գովազդեն։ Դե հուսանք ժամանակի ընթացքում մանթաշանցներ նորից Իհարկե, կգրվեն կամ մանթաշանցներ կձևավորվեն։ ժամանակն է, մենք մեր արժեքային համակարգը հիմա պետք է կարողանանք վերաշտկել, վերակազմավորել, որովհետև ամեն ինչ կախված է մեր աղճատված արժեքային համակարգից։ Թումանյանը որ ժամանակին ասում էր մեր հին ադատից ընկել ենք ախպերն օրնել չգիտենք թե ինչ է եկել։ Մենք դեռ սոցիալիզմի, կապիտալիզմի արանքում տանջվող եւ մեր պետականությունը ամրացնող այդ քայլերի փուլի վրա ենք։ Եվ մենք կամաց ինչքան մեր պետությունը ամրացնենք ու ժեղացնենք, այնքան բարերարությունը, բարեգործությունը կամաց կգա արժեքային բարոյականության դաշտի մեջ։ Դա միանշանակ, կյանքը այդպես էլ անում է։ Այսօր հրաշալի մենք գործարարներ ունենք, որոնք էլի կարողանում են բարերարություն անեն, օգնել, այնքան լավ երիտասարդներ կան, գործարարներ, երիտասարդ, հատկապես նոր սերնդի մեջ, որոնք մեկին օգնում են եւ ասում են ում եք օգնել, ասում են պետք չի իմանալ։ Թաքցնում են, չեն ասում, այդպես մանթաշյանցներ մաղթենք, որ այդ նշած երիտասարդ գործարարները հենց ընթանան մանթաշյանցի։ Իհարկե, չմոռանան այդ իրենց ուսուցչին, չմոռանան։ Այ մանթաշյանցը եւ դուրս էր գալի ամեն օր մի 20 հատ 5 ռուբլյանոց ոսկե դրամ դնում էր գրպանը ու երբ փողոցում հանգարտ ուսանող էր տեսնում մոտենում ասում էր հա բալիկս բարև ոնց որ դե հին ծանոթ է ասում է հայրիկդ ինչպես է հայրիկդ լավ է հա ու գախտնի մի հատ 5 ռուբլյանոց ոսկե դրամ կամած գցում էր նրա գրպանը հետո այդ խեղճ երեխան զարմանում էր թե ուսանողների թիվը շատ է նման քայլի դիմելը ամենևին է ձեռնտուտ բան չէ երեխաները զարմանում էին թե այս օտար քերինով է որ իմ հայրիկի ծանոթն է եւ ինձ ոսկե դրամ տվեց այսպես պետք է բարեապես տալ չնվաստացնելով դիմացինին սա է իսկական բարերարությունը հետո բարերարությունը դրամի չափից չի կախված մեկը կարող է 5 կոպեկ տալ իր վերջին 5 կոպեկը տալ չէ դա ավելի մեծ բարերար է քան միլիոնատերը որ տալիս է 5000 դրամ 5000 չգիտեմ ինչ եւ այլն չափերի մեջ չէ բարերարությունը հոգու էներգիայի մեջ է իսկ հոգու էներգիան մանթաշյանցի այնքան շատ էր որ գերիքի մի քանի սերնդի ապրենք մանթաշյանցի դասերով Պարոն Դադայան մանթաշյանցը նաև իր ողջ կյանքում եղել է բավականին կենսախինդ այո ժողովրդի լեզվով ասած քեֆչի մարդ է եղել նրա կենսախնդության հետ կապված ինչ այդպես ցայտուն օրինակ կարող եք մեր հերոստատիտողներին ներկայացնել մի անգամային իրավացի եք նա շատ կենսախինդ մարդ էր սիրում էր թատրոն, սիրում էր բրիջ խաղալ, իմիջիայլոց թղթախաղի արքա է հաշվում այդ թղթախաղը, ես դժբախտաբար չգիտեմ խաղալ եւ չգիտեմ Հայաստան որևիցե մեկը գիտի թե ոչ եւ շատ սիրում էր ժամանակ անցկացնել Ֆրանսիայում, հատկապես Փարիզում, Նիցայում երբեմն 1905 թվականին օրինակ մի ամբողջ տարի, երբ որ Բաքվում բանվորական շարժումներ, մի տարի մնաց Փարիզում Շատ կենսախինդ մարդ էր, իմ գիրքը հիմնված է միայն փաստերի վրա եւ ամբողջ, բայց կուզենամ պատմել մի պատմություն, որը փաստական հենք չունի, բայց ինձ թվում է շատ տիպական է մանթաշյանցի համար։ Ըստ լուրերի մի անգամ գավազանով էր շրջում մանթաշյանցը, գնում է Թիֆլիսում շուկա Շուկայում շրջելիս տեսնում է երկու կինտո։ Մեկը կանաչեղեն է վաճառում, մյուս կինտոն կողովի մեջ ձվեր է լցրել, դրել է գլխին։ Եվ երկուսով խոսում են։ Այս բանջարեղեն ծախողը ձու ծախողին հարցնում է, ասում է. «Լսի, ասում է, ըստ քեզ մանթաշյանցը ինչքան փող կունենա»։ Ես ձու ծախողն ասում եմ, դե ինչ իմանամ, ասում եմ, դե չունենա մի միլիոն մանետ կունենա, էլի։ Մանթաշյանցը սա որ լսում է, ձեռնափայտը բարձրացնում է, այդ կողովը շրջում է։ Կողովը բնականաբար ընկնում է, ձվերը կոտրվում են։ Ես կինտոն ասում եմ, վայ աղա ջան, ես ինչ արեցիր, ձվերս կուտրեցիր։ Մանթաշյանցն ասում է, լավ, կոտրեցի, ասա քանի հատ էր, ես վճարեմ ձվերի գինը տամ։ Դե ասում է, ինչ իմանամ, ասում է, ձու էր լցրել էի կողովի մեջ, վաճառում է, ծախում է, էլի։ Դու ասում եմ, մունդրեք, դու որ քո ձվերի քանակը չգիտես, իմ փողի քանակը որտեղից գիտես։ Եվ մի փոքրիկ կներեք, Մանթաշյանցին մի անգամ գալիս բողոքում են, թե պարոն Մանթաշյանց, քո հաշվապահներից մեկը համահանում է։ Ասում է, ինչ է եղել։ Ասում է, մի բանաստեղծություն է գրել ռուսաց ցարի դեմ,
մի սարսափելի բանաստեղծություն, թե ինչ։ Հեյ ձեզ մադաղ բանվոր տղերք, մեկ էլ մի զարկ տվեք, ցարի գային, որ խորտակվին նա հիմնովին, Հակոբ Հակոբյանն է, եղել է Մանթաշյանցի ինքը հաշվապահ, ասում եմ մի կանչեք տեսնեմ։ Գալիս է հաշվապահության դուռը բացում են, ասում են ով է, ասում են այն լուսավոր սիրուն տեղը նստած երիտասարդն է, ասում են կանչեք, գալիս է ասում է երիտասարդ, սրանից հետո դու կնստես ոչ թե լուսավոր տեղում, այլ այն մութ խավար տեղում, այդքան բա թողում գնում է, եւ սա նրա պատիժն էր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Ալեքսանդր Մանթաշյանցի մասին որոշ կարծիքների։ Երաժշտության երկնապարգև շնորհը միայն Կոմիտաս վարդապետի վրա չէ իջել։ Ինձ միակ երաժշտագետ կամ հայ երաժշտության աստված համարելու եւ հռչակելու ոչ հավակնություն եմ ունեցել եւ ոչ էլ երևակայել։ Ընդհակառակը, շատ տեղ քանիցս առիթ եմ ունեցել մեծ բազմության առաջ խոստովանելու, որ եթե բախտ ինձ չժպտար եւ ես Սուրբ Էջմիածին եւ ապա իմ անգին բարերար պարոն Ալեքսանդր Մանթաշյանի միջոցով Գերմանիա չգնայի, կլինեի իմ հայրենիքում Կուտինայում շատ մի կոշկակար, որովհետև որպես խնամող հարություն օրեղբայրս էլ կոշկակար էր եւ ակնհայտ մի բան է, որ ես էլ ամենայն հավանականությամբ նրան պիտի աշակերտեի։ Կոմիտաս։ Սիրտը ահա այն, որ կատարում էր միակ դերը եւ վեհ դերը Մանթաշյանի բարեգործությունների մեջ։ Նա տալիս էր առանց հետին հաշիվների, առանց սիմ փառամոլության, տալիս էր, որովհետև այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին։ Նրա սիրտը բաբախում էր հայի համար, եւ նա հայ էր ու հայ մնաց, եւ մեծ հարստությունը արատ չթողեց նրա վրա։ Ազգին է մնում այժմ իր խորին երախտագիտությամբ գնահատել այդպիսի սիրտը, եւ նա անշուշտ կգնահատե եւ շատ բարձր կգնահատե իր ապագա պատմության մեջ։ Ալեքսանդր Շիրվանզադե։ Մանթաշյանը բարեգործություններ կատարում էր առանց աղմուկի, առանց որևէ փառասիրական ձգտումի, այլ համարում էր որպես բնական գործ, որովհետև որչափ համեստ, այնչափ առավել բարեսիրտ էր ու կարեկցող։ Թեպետ զբաղեցրած բարձր դիրքին, որպես խոշոր դրամատեր ու նավթարքա, չափազանց պարզ էր ու մատչելի ամենքին, հարուստին եւ աղքատին հավասարապես։ Նա համեստ էր եւ շատ համեստ էր ապրում։ Մանթաշյանի կյանքն ու գործերը կատարյալ դասեր են հայ դրամատերերի եւ առևտրականների համար։ Առաքել Սարուխան, Մանթաշյանի կենսագիր։ Հարգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին էր Ալեքսանդր Մանթաշյանցը, ով իր ողջ կյանքում լավագույնս կարողացավ համատեղել մեծահարուստին եւ բարեգործին եւ ով իր թողած գործերով բարի հիշատակ եւ բարի անուն թողեց գալիք սերունդներին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։